Հացադուլի 4-րդ օրը բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբ Կոխյանը ընթառաջ գնալով Գագիկ Ծառուկյանի խնդրանքորդորին դադարեցրեց հացադուլը։ Հեռախոսային զրույցի ընթացքում ԲՀԿ առաջնորդը խնդրեց նրան հրաժարվել պայքարի ծայրահեղ տարբերակից եւ տուն վերադառնալ։ Ծառուկյանը շատ անհանգստացած էր ձեր առողջական վիճակով, հիմա այստեղ եմ զանգելու, ուզում եմ ձեր վիճակով, ձեր որպիսությամբ հետաքրքրվի պարոն Ծառուկյանը, որտեղ մտահոգված է շատ ու անընդմեջ հետաքրքրվել է։ Շիգարով տղա է ու ես լավություն եմ ուզում։ Այսինքն կարող ենք պարոն Ծառուկյանի հետ խոսել եւ պարոն Հակոբյանի մոտ ասել։ Հա, հայազգի առիթ եղբայր, հեչ մի անհանգստացի, արա չէ, ապեր շատ ուժեղ եմ, շատ հզոր եմ։ Չեմպիոն մարդ, ողնական մարդ, հայրենասեր մարդ, նվիրյալ մարդ, ու քամը տանեմ, սաղած յոպտի մաղբուր համար խոնդ առին։ Դե։ Պրոստը ես շատ խնդրանք ունեմ կեզ։ Եթե բանա ես գայնես, եթե ուշ չկաս, գալ եմ ես կեզ կերկեմ, տանեմ։ Հա, չէ։ Հալալակես ես կեզ Հա, մերսի, ինձանով հպարտանալ պետք չի, ես եմ ուրախ, որ մեր ազգում տենց տղա կա, սի արցանը նես տեղը դնում է, էդ առաջինը, քո կարծիքը իմ համար կարևոր է, ու գիտես, Չէ, դուս եմ գալիս, իմացի, որ քո ասածը իմ համար արժեք ունի, երևում լավ աղբեր ջան, լավ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմացի պուրակում արդարության պահանջով էր լեգենդար մարզիկը դիմել ծայրահեղ քայլի, երբ ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, անօրինությունների հետ չհաշտվող սպորտի վաստակավոր վարպետը հայտարարեց, որ ընդդիմության ձայները գողացել են եւ ընտրեց դրա դեմ պայքարի հացադուլի տարբերակը։ Անարդարության դեմ միշտ պայքարելով հայտարարում եմ հացադուլ։ 66-ամյա մարզիկն առողջական խնդիրներ էլ ունի։ Չորեքշաբթի վիճակը վատացել էր։ Շտապօգնության բժիշկներն էին արձագանքել։ ԽՍՀՄ լավագույն բռնցքամարտիկ ճանաչված եւ լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկված լեգենդար մարզիկը, չկարողանալով մերժել Գագիկ Ծառուկյանի խնդրանքը, դադարեցրեց հացադուլը, բայց պայքարը արդարության վերականգնման համար շարունակելու է։ Նույնիսկ հյուծված վիճակում ասում է՝ ուժեղ եմ ու հզոր։